Լրատվական ռադիոն լսող եւ դիտող ցանկացած մարդ ունի մեզ ընտրելու իր պատճառները, բայց մի պատճառ կա, որ կարծում ենք ընդհանուր է բոլորի համար։ Մեր եթերը երբեք որևէ բանով կաշկանդված չի եղել։ Լրատվական ռադիոն պատրաստվում է ստեղծել խոսքի իր ազատության համար սկզբունքորեն նոր լրացուցիչ երաշխիքներ, եւ մենք ուզում ենք, որ դուք իմանաք, թե ինչպես է դա աշխատելու։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ին, Digitech բարձր տեխնոլոգիական ցուցահանդեսի շրջանակում լրատվական ռադիոյի հաղորդումների հեղինակներ Արա Պապյանը, Արամ Նավասարդյանը, Գագիկ Գինոսյանը, Կարեն Վարդանյանը, Վովա Վարդանովը եւ ռադիոկայանի փոխտնօրեններ Դավիթ եւ Գարեգին Խումարյանները պատմելու են, թե ինչպես են նորագույն տեխնոլոգիաները երաշխավորելու մեր եթերի ազատությունն ու անկախությունը։ IT լուծումները որպես խոսքի ազատության լրացուցիչ երաշխիք, հատուկ պրեզենտացիա։ Երևան Էքսպո կենտրոն, Digitech ցուցահանդես։ Շաբաթ օրը, հոկտեմբերի 1-ին, ժամը 14-ին։ Մուտքն ազատ է։ Հետդարձ քայլով մարշ, այսպես կարելի է բնորոշել նոր վարչապետի ղեկավարության երկրորդ եւ երրորդ շաբաթները։ Առաջին անկախ նշանակումներին հաջորդեցին ադիոս դեմքերի պահպանման ուղղված նշանակումները, որոնք ցույց տվեցին քարտ բլանշ չկա կամիքսելու եւ ժողովրդի աչքին թոզ փչելու հստակ հանձնարարական։ Ժողովրդի, որովհետեւ բոլոր կուսակցություններին չեզոքացնելու պլանը հանրապետականը կատարել է 100%-ով եւ ընտրությունների ժամանակ իր միակ ընդդիմադիրը լինելու է ժողովուրդը։ Ողջույն հարգելի ռադիո լսողներ, նաև ռադիոդիտողներ, լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում Թարմուղով հաղորդումը։ Տաղավարում այսօր աշխատում է Լուսինե Հովակիմյան, իմ հյուրն է քաղտեխնոլոգ եւ վերլուծաբան Վիգեն Հակոբյանը։ Ողջույն, պարոն Հակոբյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Գիտեք, հաղորդման ֆորմատին ծանոթ եք, խոսելու ենք վերջին շրջանի կարևորագույն իրադարձություններից։ Նախ այսպիսի մի հարց, իհարկե չենք կարող նոր կառավարությանը չանդրադառնալ։ Վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, որ սկզբում իրենք պետք է իրականացնեն այնպիսի գործողություններ, որոնք որոշակի վստահություն կմտցնեն հասարակության շրջանում, այնուհետև կանցնեն ավելի գործողությունների լայն շրջանակի։ Առաջին փուլի համար կատարված գործողությունները ինչպես է գնահատում, արդյոք հասարակության մոտ իրապես վստահություն առաջացնելու տեսանկյունից միսիան կատարված է։ Գիտեք, այդ ուղղությամբ ես կարծում եմ առաջի շաբաթվա ընթացքում իրականացված գործողությունները կարծում եմ ավելի արդյունավետ էին, քան երկրորդ շաբաթվա գործողությունները։ Ես նկատի ունեմ, որ նախ եւ առաջ երևի թե որպեսի վստահություն ներշնչի Կարեն Կարապետյանը իր կառավարության հետ, ինքը պետք է ուրեմն սահմանազատել իրեն նախկիններից եւ նախկին արդյունքներից եւ դա է պատճառը, ես կարծում եմ, որ բավականին այնուամենայնիվ սենսացիոն բնույթի հայտարարություն արվեց ազգային ժողովում, հենց առաջին իսկ օրը թե երկրորդ օրը իր նշանակման, որ տնտեսության վիճակը շատ ծանր է, չափազանց ծանր է, այսինքն ֆիքսվեց մի իրավիճակ, որը մինչ այդ ոչ ոք կարծես թե առանձնապես հակված չէր ֆիքսել, համենայն դեպս խոսքը վերաբերում է իհարկե իշխող քաղաքական ուժին, որովհետև այն, որ վիճակը ծանր է եւ շատ ծանր է, չափազանց ծանր է, արդեն տարիներ շարունակ մեր հասարակությունը եւ քաղաքական որոշ շրջանակներ անընդհատ ասում են, բայց այնուամենայնիվ լսել դա իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչ կողմից այնուամենայնիվ բավականին հետաքրքրական էր։ Դա բնականաբար ինչ որ չափով, ոչ թե ինչ որ չափով, այլ ակնհայտորեն Կարեն Կարապետյանը, նոր վարչապետը, այսպես ասած, կարմիր գիծ էր գծում եւ ֆիքսում էր, թե ինչից է ինքը փորձելու սկսել։ Դա գիտեք այն շարքից է, որի մասին ինքը ասում էր, որ եթե դիագնոզը ճիշտ ենք դնում, դրանից հետո սկսում ենք ճիշտ բուժել, այսինքն դիագնոզը եթե դնում ես, որ հիվանդը շատ ծանր է, ուրեմն պետք է բավականին նաև ռադիկալ, արմատական, բժշկական մեթոդներով փորձել բուժել։ Երկրորդ քայլը, որը երևի թե միտված էր դրան, դա սկզբում այդ նախարարների փոփոխություններ եւ մի շարք, այսպես ասեմ, անձեռնամխելի երկար տարիներ, երկար ժամանակ անձեռնամխելի թվացող օդիոս դեմքեր փոխարինվեցին նոր տիպի, այսպես ասեմ, ղեկավարներով, ավելի եթե կոպիտ ասենք, ավելի ցիվիլ կերպարներով, ցիվիլ իմիջ ունեցող, որոնք իհարկե հասարակությանը բացարձակապես գրեթե հայտնի չէին ամենալայն շրջանակներին, թերևս միայն երևի թե բիզնես շրջանակներին, բայց որոնք, ասենք, որոշ բիզնեսներում
դրական իմիջ ունեին, այսինքն եւ հաջողակ մենեջերների, այսպես ասենք, իմիջ ունեին, որոնք եկան փոխարինեցին այդ իմ նշած օդիոս անփոխարինելի թվացող ֆիգուրներին, որոնք ամիջականորեն կապվում էին կլանաօլիգարխիկ, այսպես ասեմ, մեր արկա այսօր գոյություն ունեցող համակարգի հետ։ Դա երկրորդ կարծես թե մեսիջներ, որ ինչ որ մի բան փոխվում է, այսպես ասենք, երկրում, եւ երրորդը այն ամենասոցիալական, այսպես ասած, մեսիջը, դա, եթե հիշում եք, կառավարության նիստում վարչապետի հանձնարարականն էր վերանայել գազի եւ էլեկտրոէներգիայի սակագները։ Այսինքն մարդիկ գուցե շատերը հետո չլսեցին ինչի մասին է խոսքը, որ դա ասենք վերաբերում է սոցիալապես անապահով խավին։ Բայց տպավորվեց, որ այնուամենայնիվ նոր վարչապետը լինելով Գազպրոմի ներկայացուցիչ իզորու է այդ հարցերը լուծել եւ եթե նույնիսկ խոսքը վերաբերում է միայն սոցիալապես անապահով խավին, ապա դա կարող է հիմա օպերատիվ առաջնային խնդիր է, հետագայում նաեւ ավելի ռադիկալ, ավելի գլոբալ առումով այդ հարցը լուծվել։ Այսինքն այդ 3 մեսիջները առաջի շաբաթվա ընթացքում, առաջի օրերի ընթացքում արվեց եւ դրանով է երևի թե պայմանավորված, որ նոր վարչապետը, նախ եւ առաջ նոր վարչապետը իր որոշ նոր կադրերով հանդերձ որոշակի ես այսպես եմ դա բնութագրում զգուշավոր ինչ որ օպտիմիզմ ներշնչեց հասարակության շրջանում։ Երկրորդ փուլը ես կարծում եմ մի քիչ որոշակի ավելի զգուշ մոտեցում սկսեց առաջացնել հասարակության մոտ, քանի որ երկրորդ փուլի փոփոխությունները կարծես թե ավելի քաղաքական էին, այսինքն բնականաբար երևի թե ոչ ոք չէր կասկածում, որ քաղաքական պայմանավորվածությունը հանրապետական կուսակցություն դաշնակցություն կպահպանվի, իհարկե խոսք կար, որ որոշ գուցե այսպես ասած անհատներ որպես կարող են չընկալվել նոր վարչապետի կողմից եւ ինքը ասենք դիմի դաշնակցությանը որպեսի ասենք ոմանց փոխեն, բայց դա էլ չեղավ, այսինքն քաղաքական այդ պայմանավորվածությունը եղավ, այսինքն Կարեն Կարապետյանը իր առաջի փուլի մոտեցման համադրեց նաեւ քաղաքական մոտեցում, այսինքն մենեջերական մոտեցումը սկսեց համեմվել քաղաքական մոտեցման հետ։ Եվ դա վերաբերում է ոչ միայն դաշնակցության, այլ ասենք այսպես ասեմ կարկառուն օրինակը դա Հրանուշ Հակոբյանի իր պաշտոնում մնալն է։ Ես ասեմ, որ դա հենց այն դեպքն է, երբ ակնհայտ դարձավ, որ Կարեն Կարապետյանը որքան էլ ձգտում է իրեն սահմանազատել կարծես թե իշխող քաղաքական ուժից, այսինքն իրեն դիրքավորվել որպես զուտ էֆեկտիվ մենեջեր, այնուամենայնիվ ստիպված է հաշվի նստել այն քաղաքական ուժի ցանկության հետ, որը իրեն առաջադրել է այդ պաշտոնում։ Եվ ես կարծում եմ այդ որոշումը այնուամենայնիվ բավականին անհաջող է եւ բավականին լուրջ կասկածի տակ սկսեց դնել, թե իրականում ինչի է ընդունակ այս կառավարությունը եւ վարչապետը, այսինքն որքանով է վարչապետը ռադիկալ տրամադրված, որովհետեւ եթե իրավիճակը ծանր է, չափազանց ծանր է, դիագնոզը դրված է, ընդ որում դիագնոզը, այսպես ասեմ, ճիշտ է դրված այդ ախտորոշումը, ուրեմն պետք է նաեւ վիրահատական ինչ որ մեթոդների դիմել։ Ես կարծում եմ, որ հիմա այս կառավարությունը ոչ միայն մենեջերների, այլ նաև դա սիմբիոզ է, այսպես ասած, մենեջերների գումարած քաղաքական դեմքերի։ Իհարկե, եթե քաղաքական դեմքերը տվյալ դեպքում պրոֆեսիոնալ են, ասենք իրենց ոլորտում կարող են մասնագիտական տեսակետից նաև հաջողության հասնել, երևի թե իսկապես որևէ լուրջ խնդրեմ չկա այդտեղ, ասենք, այսպես ասած, ինչպես ասում են, ճակատին ինչ է գրած, հանրապետական դաշնակցություն թե ինչ, բայց այստեղ ելի եմ ասում կան ֆիգուրներ, կան դեմքեր, որոնք ես կարծում եմ բացարձակապես միանշանակ մեղմ ասած, միանշանակ չեն ընկալվում հասարակության կողմից եւ դրա վառ արտահայտությունը արդեն բանն է,
սոցիալական ցանցերում այդ քննարկումներն են։ Այո, պարոն Հակոբյան, ընդհանուր առմամբ եթե փորձենք հասկանալ այն նախարարությունները, որոնցից կային հիմնական դժգոհությունները, էական փոփոխությունների չենթարկվեցին։ Նշեցիք, որ քաղաքական գործիչներ կային, որոնք անձեռնամխելի էին թվում եւ հեռացվեցին, կային նաև այնպիսիք, որոնք թվում էին եւ հաստատվեց, որ այդպես էլ կա։ Հատկապես փորձենք թվարկել արտգործ նախարարությունը, Էդվարդ Նալբանդյանից եւ արտգործ նախարարության աշխատանքի վատ լինելը մեկ անգամ չէ, որ տարբեր փորձագետներ շեշտում են։ Սփյուռքի նախարարությունից ինչքան շատ են լինում դժգոհությունները։ Եթե փորձենք ընդհանուր առմամբ նայել, փոփոխությունների 50-50 են, թե ավելի շատ այնուամենայնիվ պահպանվել է, որովհետև հանրապետականը սկզբում նշում էր, որ Կարեն Կարապետյանը քարտ բլանշ ունի եւ ում ուզում է կարող է փոխել։ Վերջ-վերջո պաստորեն այդ քարտ բլանշը կարող ենք ասել, որ չկա։ Ես գիտեք, իմ մոտ այդպիսի տպավորություն է, զուտ իմ մոտ այդպիսի տպավորություն է, որ նախ եւ առաջ Կարեն Կարապետյանը ուներ քարտ բլանշ տնտեսական, ֆինանսատնտեսական բլոկում, կարծես թե։ Այսինքն ֆինանսատնտեսական բլոկում այնուամենայնիվ փոփոխություններ գրեթե 100%-ով, եթե չեմ սխալվում, եղան։ Ոչ միայն պերսոնալ կազմով, այլ նաև նույնիսկ կառուցվածքային լուրջ փոփոխություններ եղան, խնդիրը ես այստեղ ասեմ ոչ միայն երևի թե անվանումներն են, այլ նաև շեշտադրումներն են կոնկրետ, որոնք ակնարկում են նաև երևի թե այս կառավարության տնտեսական քաղաքականության հիմնական ուղղությունների մասին, թե որոնք են դա լինելու։ Ես կարծում եմ, որ այնուամենայնիվ քարտ բլանշը նախ եւ առաջ վերաբերում էր այդ ֆինանսատնտեսական բլոկին եւ այդտեղ այդ փոփոխությունները գոնե կադրային առումով եղան, բայց այդտեղ էլ ես ասեմ, որ հիմա երբ կառավարության կազմը գրեթե արդեն հայտնի է, նորից ինչ որ միքսված տարբերակ է մենեջերների, բիզնեսմենների, որոնք իրենց ոլորտներում մասնագետներ են, իրենց ոլորտներում խորացած եւ ինչ որ հաջողությունների հասած եւ զուտ ֆունկցիոներների, այսպես ասած, սիմբիոզ է։ Եթե մենք նայում ենք հիմա էկոնոմիկայի նախարարությունը, որը երևի թե վերանվանվում է դեռ որոշումը եւ որքանով ես հասկանում եմ չկա, ներդրումների եւ գործարարների եւ ձեռնարկությունների աջակցման նախարարություն, ապա այդտեղ ասենք նշանակվել է մի նախարար, որը ասենք երկար տարիներ որպես ֆունկցիոներ, որպես փոխնախարար աշխատել է ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում, ասենք որպես փոխնախարար, այսինքն նոր մարդ չէ, հայտնի մարդ է, ուզում եմ ասեմ, այստեղ խոսք չի կարող լինել մենեջերի մասին, բիզնեսային մտածելակերպի մենեջերի մասին, ասենք թե նույնը ֆինանսների նախարարությունում, ասենք զուտ մասնագետ է, որը նույնպես եղել է եւ նախարարի տեղակալ եւ որքանով հասկանում եմ նախագահի աշխատակազմում էլ կուրացիա էր անում հենց ֆինանսների նախարարության կամ ֆինանսական այդ ոլորտը։ Այսինքն այստեղ էլ որոշակի սիմբիոզ կա։ Ես կարծում եմ այստեղ խնդիրը այսպեսին է, կան օպերատիվ խնդիրներ լուծելու ձգտումներ եւ հաշվի առնելով աշխարհաքաղաքական այսօրվա վիճակը, ես կարծում եմ, որ նշանակված են այնպիսի մարդիկ ֆինանսատնտեսական այդ բլոկում, որոնք պետք է կարողանան հարաբերվել արտաքին աշխարհի հետ եւ նախ եւ առաջ աշխարհի այն մասի հետ, որտեղ փող կա, այսինքն արևմուտքի հետ, արևմտյան միջազգային ֆինանսական կառույցների հետ, միջազգային արժույթի հիմնադրամի հետ, համաշխարհային բանկի եւ այլ դոնոր կազմակերպությունների հետ եւ ընտրված են հենց այնպիսի մարդիկ, ես կարծում եմ, որոնք ընկալելի են այդ կառույցների կողմից, որոնց համար կոմֆորտային է աշխատել այդ ստրուկտուրաների հետ։ Ինչ վերաբերվում է ամենագլխավոր ակնկալիքներից Կարեն Կարապետյանից, որ Կարեն Կարապետյանը լինելով մոտ ռուսաստանյան իստեբլիշմենտին կարողանա խոշոր ներդրումներ բերել Հայաստան, ես կարծում եմ դա անձամբ կարծես թե Կարեն Կարապետյանը անձամբ դրանով պետք է զբաղվի, համենայն դեպս այն կազմից ֆինանսատնտեսական բլոկի կառավարության, երբ նայում ենք, ես կարծում եմ այդ մարդիկ ավելի շատ պետք է զբաղվեն արևմուտքով, կարծես թե դա է իրենց հիմնական ուղղությունը լինելու, իսկ Կարեն Կարապետյանը թերևս նաև երևի թե իր գլխավոր
խորհրդականը, որը առաջի իր նշանակումն էր, Գագիկ Մարտիրոսյանը, որը 2008 թվականից սկսած աշխատում է ռուսաստանյան գազային եւ կապի ոլորտում, կարծես թե իրենք պետք է զբաղվեն այդ հարցով։ Սա է, ես նորից եմ ասում, ինչ որ միքսված տարբերակ է հիմա ստեղծված, մնացած հարցերը, մնացած պաշտոնները, կարծես թե ավելի քաղաքականացված են եւ կարծես թե տպավորությունը այնպիսին է, որ այս փուլում գոնե Կարեն Կարապետյանի համար առաջնային չէին եւ կոմպրոմիսի ինքը լուֆտ ուներ։ Եվ Սփյուռքի նախարարության առումով այդ մասին մենք արդեն խոսեցինք, իրոք ես համաձայն եմ, որ հսկայական դժգոհություն կար թե այդ կառույցի աշխատանքի նկատմամբ, թե այս նոր նշանակման նկատմամբ կա բավականին լուրջ դժգոհություն։ Ինչ վերաբերում է արտաքին գործերի նախարարությանը, ապա հիմա մի քիչ երևի շուտ է խոսել այնտեղ ինչ է կատարվելու, որովհետև այնուամենայնիվ դեռ նշանակում չկա, տարբեր ընդհանրապես լուրերի մակարդակով է, դրա համար ես հիմա կերադասեի այդ մասին չխոսել։ Կլինի փոփոխություն թե չի լինի, բայց մենք տեսնում ենք, որ արդեն մոտ 2 ամիս է անընդհատ այդ մասին խոսվում է եւ նույնիսկ ասում են, որ ուղղակի չեն կարողանում իրեն գտնեն, որպեսզի կամ հանեն կամ հաստատեն։ Բավականին հետաքրքիր հումորն է շրջանում։ Այո, սոցցանցերում։ Ձեզ պարոն Հակոբյան, այժմ կընդմիջենք կարճ հրահոսով, կվերադառնանք եւ կշարունակենք, հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, ովքեր մեզ դիտում են YouTube-յան մեր ալիքում, կարող են հաղորդման շարունակությունը գտնել այս սահման անմիջապես ներքևի հատվածում։